Պարոն Սարգսյան, նախ օրվա խորհրդի հետ կապված եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղերձի հետ կապված արդյոք արտացոլում էին իրական պատկերը, որն արկա է եղել այս ամբողջ ժամանակահատվածում։ Օրվա խորհուրդը մեր անցյալի խորը ցավն է, ներկայի հիշողությունը եւ ապագայի պահանջատիրությունը, որից ածանցվում է պատժի պահանջատիրությունը եւ կանխարգելումը հետագա ցեղասպանությունների ու էթնիկ զտումների։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղերձին, Նիկոլ Փաշինյանի ուղերձներին ես բոլորին վերաբերվել եմ շատ անլուրջ, պետականաքանդ, հայագործան, հետեւաբար վերջերս նույնիսկ չեմ էլ լսում ինչ ասում։ Երեկվանից ակտիվորեն քննադատում են նաև ջարերով երկից առաջ եղունեցած Թուրքիայի դրոշի այրման գործընթացը, ասում են, որ անթույլատրելի ու դատապարտելի արարք է։ Դե Նիկոլ Փաշինյանը սպասարկում է դա պատահական չի, սպասարկում է թուրքական շահերը եւ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ծրագիր է գործարկել, հետեւաբար կարող է դատապարտել ցանկացած հակաթուրքական եւ հակաադրբեջանական արարք, բայց երբևէ մենք չենք նկատի, որ դատապարտի արևմտյան Ադրբեջան թեզերը եւ հետ իր գործողություններով նպաստի, որպիսի հայի հիշողության մեջի ջնջվի եղերնը, ջնջվի մեր պատմական հիշողությունը եւ մենք նույնիսկ չենք էլ լսել Նիկոլ Փաշինյանից, ես ամենայն դեպս չեմ լսել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջնորդանից եկեղեցու ապամոնտաժման դատապարտման որևէ խոսք։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի պարագայում նորմալ է։ Որևէ դատապարտում իրականացնելու է, թե ոչ։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը հետեւաբար եւս մեկ անգամ հիմնավորում է ձեր ասածը, որ սպասարկում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական շահերը։ Այսօրվա թուրքամետ իշխանության շարունակ կառավարումը, եթե հունիսի 7-ին շարունակեն իրենք ընտրվել եւ կառավարել, արդյոք մենք ապրիլի 24-ը միգուցե լրիվ կորցնենք այս կոթողը նույնպես եւ միգուցե ապրիլի 24-ը արդեն վերափոխվի այլ անվամբ եւ լիովին ջնջվի մեր ցեղասպանություն բառը մեր պատմության մեջից։ Չեմ կարծում, որովհետեւ մենք եւ դուք միասին դա թույլ չենք տա, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը որտեղ կլինի եւ ինչ գործողություններով հանդես կգա, հայ ինքնության պահպանման հետագա ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության դատապարտման եւ պատժի ենթարկման քաղաքականությունը իսկական էթնիկ հայերով մենք շարունակելու ենք։ Պարոն Սարգսյան, ուժեղ Հայաստանի նորընտրական ցուցակում ձեր կուսակցությունից մարդիկ կան։ Իհարկե։ Դուք ինչու չկաք։ Ես չեմ ցանկանում լինել, որովհետեւ ես գործունեություն չեմ ծավալել պատգամավորական մանդատ ստանալու համար։